Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, այստեղ գնագոյացման հետ կապված գնահատման հաշվետվություններով գույքի գնի որոշմանը նաև մեծ աջակցություն կլինի մի հանգամանք, որը մեզ մոտ համարվում է այսօր փակ տեղեկատվություն, դա կողքի գույքերի հարակից տարածքում գույքերի վաճառքն է եւ այդ գինը, թե ինչ գնով է այդ գույքը օտարվել։ Այսօր մեր գնահատողները իրականում բախվում են այն խնդրի հետ, որ իրենց համար տեղեկատվությունը սահմանափակ է եւ իրենք չեն կարողանում իրական շուկայի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ կոնկրետ միավորի վերաբերյալ, այլ ստանում են կոնկրետ այդ տարածաշրջանում ինչ որ գույքեր վաճառվել են, մոտավորապես գներ, բայց անշարժ գույքի յուրաքանչյուր միավոր ինքը յուրաքանչյուր միավոր է իր երկրաչափական պարամետրերով։ Հիմա մենք իրականում այդ ուղղությամբ աշխատանքներ տանում ենք, ստեղծում ենք տարածական տվյալների շերտեր, որտեղ կապակցում ենք շուկայական վաճառքի գինը եւ կապակցում ենք կադաստրային արժեքը կամ շուկայական մոտարկված արժեքը, բայց այնուամենայնիվ այստեղ այդ խնդիրը բաց է մնում, մենք իմ կարծիքով այստեղ պետք է որոշում կայացվի նաեւ հնարավորություն ունենք արդյոք գները վաճառքի իրական գները դարձնել մասնագիտական հանրությանը հասանելի, նաեւ օրենքի նախագիծ ենք պարտավորվել միջև Գներեք ինչի վաճառքի իրական գները հասանելի Պարոն վարչապետ, տեսեք, այսօր եթե օրինակի համար ես իմ գույքը վաճառում եմ մեկ այլ անձի, այդ գինը, թե որքանով է գործարքը տեղի ունեցել, ինքը փակ տեղեկատվություն է եւ հասանելի է միայն սեփականատիրոջը կամ իրավաբաններին, փաստաբաններին։ Այսինքն մասնավորի գործարքը նկատի ունենք։ Այո, որը գնահատման հաշվետվությունների կազման համար շուկայական վերլուծության կարևորագույն տեղեկատվություն է։ Այսինքն այստեղ մենք կան պետություններ, որտեղ այդ տեղեկատվությունը բաց է, հասանելի է, այդ թվում եւ գույքի վաճառքի կայքերով, կան պետություններ, որտեղ որ փակ է։ Մենք այստեղ ուղղակի կարծում եմ, որ հետագայում ավելի ճշգրիտ գնի վրա դուրս գալու համար, որովհետեւ մտցնում ենք, որ պետք է գնահատողը գնահատություն իրականացնի։ Իսկ ինչ խնդրեմ ունենք, այսինքն ինչի չենք դա այդ ինֆորմացիան ինչի չենք բացում։ Ես առաջարկում խոսում ենք թափանցիկության մասին, չգիտեմ ինչի մասին, հակակոռուպցիոն քաղաքականության մասին, ինչի չենք բացում։ Մենք հիմա օրենքի նախագիծ ենք շրջանառում, պարոն վարչապետ, եւ պարտավորվել ենք երկրորդ 6-ամսյա հաշվետվությունների շրջանակում, պարտավորվել ենք, որ գնահատման օրենքի փոփոխություն կներկայացնենք։ Որտեղ ենք պարտավորվել։ Այն յուրաքանչյուր 6 ամսվա մեր կատարողականներով, որ շատ դրա շրջանակներում առաջարկում եմ այս հարցը քննարկել։ Չեք գնանք այդ ճանապարհը, որովհետև այո, դա թափանցիկության հարց է, դա նաև տեսանելիության հարց է, նաև հակակոռուպցիոն իմաստով կարևոր նշանակություն ունի եւ շուկայի վիճակը գնահատելով եւ շուկայական արժեքները գնահատելու առումով, որովհետև շուկայական արժեքները գնահատելու համար այս գույքերի այդ թվում նաև բանա չի արվում։ Ճիշտ եք ասում, եթե կողքի հողը ասենք օրինակ վաճառվել է $1 միլիոն, մասնավորի, կպած հողը նույն տարածությամբ մեկ է համայնքը կամ կառավարությունը վաճառում են ենթադրենք $100,000։ Ինչի։ Ու դա խնդրեմ է եւ մենք այդ խնդրեմն ենք ուզում լուծել եւ այդ շղթայի մեջ իհարկե ձեր ասածը կարեւոր օղակ է, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Բողոքների հիմնական բաժինը հետևյալն է, որ հակամրցակցային իրավիճակներ են ստեղծում աճուրդների ժամանակ այն դեպքում, երբ հայտնի է դառնում աճուրդների մասնակիցների կազմը եւ փոքր համայնքներում հատկապես փորձում են խնդրանքներով, հորդորներով, երբեմն ճնշումներով ստիպել, որպեսզի աճուրդի մասնակիցները դուրս գան եւ հակամրցակցային իրավիճակ ստեղծվի եւ կոնկրետ մարդը տիրանա այդ գույքին։ Օրինակ, չգիտեմ, մեր մեծ պապի երազանքներ էս հողագտորը ունենալ եւ խնդրում եմ հանի քո հայտը, որպեսզի մենք դա գնենք։ Հիմա ուզում եմ համոզվել, որ այս օրենքով մենք այդ խնդիրը լուծում ենք։ Չէ, բայց մենք կներեք օրենքով ո՞նց ենք այդ մարդը ուզում է հող առնի Եվ մրցակցային է, մեկն էլ պետք է կողքից խնդրի ասի մի արա, հո չենք կարող ասենք խնդրանքը քրեականացնենք։ Պարոն վարչապետ, նախապես հայտնի է դառնում, թե ովքեր են դիմել այդ հայտերին եւ սկսում են ընկնել այդ հասցեներով եւ խնդրել, որպեսզի իրանց հայտը հանեն։ Հետո չհանեն հայտը։ Չէ, դե փոքր համայնքներում խնդիրներ առաջանում սրանով։ Ես անկեղծ ասած դա չեմ հասկանում։ Մի հատ էլ չէ, պետք է լինի թափանցիկ, թող բան չանեն։ Ասենք էդ էլ է ուրիշ բան, դե խնդրեցին, արեցին, մի արա։
Դու էլ իրան խնդրի, ասա, չէ, ես էլ քեզ եմ խնդրում, իմ էլ պապու երազանքն է եղել։ Կամ իմ թոռանս երազանքն է, այդ ինչ բան է, որ այսինքն էլի ճեղքեր ենք թողում ինչ որ բանը, որ չերևա ով արե, ոչ պետք է երևա ով արե, եւ եթե մարդը ուզում է հող ունենա, պետք է խնդրանքին ոչ ասելու ուժել ունենա, եթե չէ ուրեմն ինքը չի կարա հող ունենա։ Աճուրդից հետո էլ հետո պարզվում է, որ այդ գնողը չի, մենք հիմա տասնյակ քրեական գործ ունենք, որ գնողը չի գնողը։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես որևէ պատճառով թափանցիկությունը չապահովել ճիշտ չի։ Գնում ենք թափանցիկության ճանապարհով, գնում ենք բան ճանապարհով, թափանցիկության ճանապարհով։ Թող մարդը ասի, այսինքն մասնավորի գույք է ձեռք բերվում, թող ով է հայտ ներկայացրել, թող երևա։ Հիմա չի երևում։ Հիմա երևում է, թե չի երևում։ Այսինքն աճուրդի փուլում արդեն երևում։ Ում կողմից է երևում հանրության, պարոն վարչապետ, թե աճուրդը իրականացնողի։ Աճուրդը իրականացնողի կողմից երևում է, իհարկե։ Հանրության կողմից չի երևում։ Հանրության կողմից հայտերը չեն երևում, բայց աճուրդի ընթացքում արդեն մասնակիցների մասին տեղեկատվությունը բոլորը իմանում են։ Մենք այդ փակելով ոնց որ լեգիտիմացնում ենք, որ պետքա գնալ խնդրել։ Ինչի համար է։ Մարդը ուզում է հող առնի, այդտեղ ինչ գաղտնիք բան կա։ Կա գաղտնի բան, մի բան սխալ եմ հասկանում։ Համեցեք։ Պարոն վարչապետ, մենք հարկադիր կատարումն ապահովող ծառայության օրինակով ենք փորձել տարբերակներ մտածել ու ուսումնասիրել ենք արտասահմանյան շուկան ու գոյություն ունեցող մրցութային ձևերը։ Վերջին քննարկումներով դեռ կանգ չենք առել քննարկումները իհարկե շարունակում ենք, բայց բիդերի ներկայացման ընթացակարգ գոյություն ունի, օրինակ մեզ բոլորի շատ հայտնի մեքենաների վաճառքը, որը ամբողջ աշխարհում կա, բիդի տրամաբանությամբ է գործում ու բոլոր մարդիկ, ովքեր որ ցանկանում են տվյալ աճուրդին մասնակցել, X ժամին հավաքվում են նախապես հայտարարության հիման վրա ու մասնակցում են տվյալ աճուրդին, այսինքն այդտեղ կարող ենք որոշել տվյալները ապանձնավորված են, անձնավորված են, սա երկրորդական նշանակություն ունի, հիմնական նշանակություն ունեցող հանգամանքը այն է, որ բոլորը գալիս են հավաքվում են էլեկտրոնային հարթակում, եթե ինչ որ գույք իրենց համար հետաքրքրություն է ներկայացնում եւ սկսում են մասնակցել աճուրդին, եւ աճուրդը շատ դինամիկ է տեղի ունենում եւ արդյունքը ֆիքսվում է, հա, էլեկտրոնային հարթակի միջոցով կոճակ սեղմելու միջոցով մարդիկ բարձրացնում են իրենց կողմից առաջարկվող գինը եւ վերջում էլեկտրոնային համակարգը ավտոմատ կերպով որոշում է հաղթողին, այսինքն ես կարծում եմ լավագույն մոտեցումն այն է, որ պետք է այնպիսի կոնցեպտ ունենանք, որ ֆիզիկական անձի ներգործությունը բացառ է։ Աճուրդի մի մասնակիցը գիտի էլ ովքեր են մասնակցում։ Դա ընտրության հարց է, այո, եթե գրանցված յուզեր է, անուն ազգանունով նույնականացվում է եւ մյուսները Ես ուղղակի մի բան գիտեմ, ոչ թափանցիկությունից միշտ օգտվում են ոչ թե այն բանը, այն այսպես ասած, որ մենք ուզում ենք ինչ որ մարդու պաշտպանենք, դրանց պաշտպանվում են այն մարդիկ, ովքեր պաշտպանության կարիք չունեն։ Պարոն վարչապետ, հիմա մեխանիզմը ինչպես է գործում։ Նախապես հայտարարվում է աճուրդի մասին, դիմողները դիմում են, հետո ծանուցվում են աճուրդի կայացման օրվա մասին, դա տևող process է, շատ հաճախ ծանուցումները թղթային տարբերակով են ուղարկվում։ Լավագույն տարբերակը էլեկտրոնային հարթակի առկայությունն է, եւ այստեղ էլ նաեւ մենք կարող ենք խրախուսել մեր քաղաքացիներին ունենալ նույնականացման միջոցներ, որպեսզի յուրաքանչյուր կարողանա մասնակցի ապագայում այդ աճուրդների իրականացմանը։ Համեցեք պարոն։ Պարոն վարչապետ, ես կարող եմ ենթադրել, որ պարոն Հարությունյանը նկատի ունի այնպիսի իրավիճակներ, որտեղ հատկապես փոքր համայնքներում այդ խնդրելը լավ մի բան, բայց կարան լինեն ավելի ներգործելու մի քիչ ոչ լավ մեթոդներ, ճնշել, չգիտեմ, լինում են գերդաստաններ մեծականակ են, լինում են գերդաստաններ, որ ավելի նվազ քանակով են կամ ինչ դիրք ունեն, եւ տրվեն ճնշումների եւ չիրականացնեն են գործունեությունը, որը մտադիր էին։ Բայց սա մի բան, ես ուզում եի նաեւ անդրադառնալ վաճառքի գների վերաբերյալ բարձրացած հարցին, կարծում եմ, որ թափանցիկությունը այսպես թե այնպես ապահովվում է, որովհետեւ եթե հողամաս գորև գույք վաճառվում է, այդ մասին կա պայմանագիր, վճարվում է հարկ, հիմա հայտարարագրերում եկամուտը գրանցվում է եւ այլն։ Պետությունը տեսնում է ամբողջ շարժը,
Խնդիրը առաջանում է այն դեպքում, երբ որ մի մասնավորը պետքա տեղեկանա մյուս մասնավոր։ Այսինքն, չգիտեմ, ես չունեմ այս հարցի պատասխան, բայց գուցե մտածենք, որ լավ, պետությունը տեսավ, թափանցիկ է եւ հարկ գանձեց, բայց գուցե այդքան նպատակարար չի հարևանը իմանա հարևանի վաճառքի գնի մասին եւ այլն։ Այսպիսի շերտ կա այդտեղ։ Պարոն Միրզոյան, հասկանում եմ, բայց եթե այդ փոքր գյուղում հարաբերությունների այդ կանոնն է, հետո ձեռից կառն են ուղակի։ Ինչ պետք է խանգարի։ Ինչ պետք է խանգարի։ Ես գիտեմ, որ ասենք ենթադրենք էլի եմ ասում, ոչ թափանցիկությունը ինքը բերում է միշտ վատ բանի։ Պետք է լինի թափանցիկ, այսինքն մարդը եւ այդ բանն էլ պետք է լինի, եթե այդ նույնը կարանք ասենք ամեն ինչի մասին։ Ընդհանուր ընտրությունների մասին։ Գնում է ընտրությունների, մարդիկ պետք է, եթե որևէ մեկը ճնշմանը դիմակայելու բան չունի, կամք չունի, այլ բան, որ պետությունը պետք է ապահովի մարդու իրավունքի արտահայտումը։ Բայց տենց անընդհատ կոնսպիրացիաներ ստեղծելով արդյունքում տակից բաներ են դուրս գալիս, կոռուպցիոն երևույթներ են դուրս գալիս։ Դե այդտեղ մի քիչ փորձագիտական գնահատա։ Ես կողմ եմ, ես էլ եմ ասում, ես կողմ եմ բացին, բայց հակափաստարկ կա, որն է հակափաստարկ։ Չէ, հակափաստարկ չէ, պարոն վարչապետ, պարոն Թովմասյանի դիտարկումը իհարկե շատ տեղին է, այն առումով, որ էլի գնահատման ծառայությունների որակը կբարձրանա, եթե այն տվյալները ելակետային, որ օգտագործվում են այդ գույքը գնահատելու համար, ավելի ակտուալ լինեն, այսինքն նա չօգտագործի ընդհանուր տարածաշրջանային տվյալ այդ միավոր գույքի արժեքը կամ հողամասի արժեքը որոշելու համար, այլ ավելի մոտ գտնվող գույքի արժեքը, բայց այդ ավելի մոտն էլ նույնականացնում է այն գույքը, որը վերջին 2 շաբաթ ընթացքում վաճառվել է, եւ առաջ է գալիս պարոն Միրզոյանի ասած խնդրեմը, որ մարդիկ գիտենում են, թե այդ կոնկրետ միավոր հողը ոնց է եղել վաճառված։ Բայց այդտեղ ուրիշ հետևանքներ կան, որ պետք է քննարկենք, կարծում եմ սա մի առանձին մանրամասն քննարկման առիթ է ստեղծում, հենց մենք գնացինք այդքան շատ նույնականացնելու, կսկսեն գործարքի իրական գինը չգրանցել։ Այսինքն նա որ չի ուզում իմանան, որ իր հողամասը վաճառել է պայմանական եմ ասում 4 միլիոն դրամով, կգրի 2 ու դրա վրա ազդելու ոչ մի մեխանիզմ չկա։ Հետևաբար պարոն Թովմասյան, այդտեղ մտածելու բան կա, չեմ առաջարկում մենք հիմա քննարկենք։ Ուղղակի առաջարկում եմ մտածենք սրա մասին։ Դուք նշեցիք կարևոր խնդիր, որ պետք է լուծում ստանա, բայց սրան պետք է մոտենալ բոլոր կողմերից, պարոն վարչապետ։ Ինչ հետևանքներ կարող են լինել։ Անոնիմ աճուրդների մասին, բայց շարունակենք մտածել, պարոն վարչապետ, ձեր ասածը հասկանալի է, բայց կա մյուս կողմը։ Աճուրդները անոնիմ են անում, որ աճուրդի կազմակերպիչը չիմանա ով է մասնակցում, որպեսզի կոռուպցիոն բան չառաջանա։ Ես գիտեմ երկրներ, որտեղ պետական գնումների բիդինգը, այսինքն ոչ թե ամփոփումը հրապարակային է, բայց բիդինգը գաղտնի է, որպեսզի կազմակերպիչը չունենա հնարավորություն կոնտակտ ունենալ հայտատուի հետ, ու դա ես ինչքան գիտեմ շատ էֆեկտիվ է։ Այսինքն երկուսն էլ քննարկելու բանն է, այլ։ Շատ լավ, դե նայեք, բոլոր տարբերակներն է քննարկեք, եթե եզրակացությունը, բայց եկեք իրոք բոլոր կողմերից նայենք, որ այդ թափանցիկության, այդ կոնֆիդենցիալության հետևում պրոցեսներ չգեներացվեն, ինչը սովորաբար տեղի ունեն։ Փորձագիտական գնահատման անհրաժեշտություն կա, փորձագիտական մակարդակում գնահատեք, ոնց գնահատվի, տենց էլ գնանք առաջ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։